Պարոն Խաչատրյան, դուք ասում եք ձեր որդին մեղավոր չէ, բայց ձերբակալված է, ինչ Իշխանությունը գնում է էլի կապացուցվի։ հոգեկան խնդիրներ։ Ստացել է այդ դիագնոզով ախտորոշման պարոն Խաչատրյան։ Ինչ դիագնոզ ով։ Մամուլը գրել է, որ Հոգեկան խնդիրներ։ Ամեն դեպքում Ոչ մի հոգեկան խնդիր չունի։ Քննությունն էլ գնում է։ Ուրեմն տարիքետման իրավունքը հիմնականում այն բռնվելուց որ ցնցումների մեջ էր, այդ 3 ամիս որ ձերբակալված էր, երևի տեղակ եք։ Իսկ դրանից հետո էլ դատաքննությունը գնում էր, էլի իրան չէին կարա զորակոչեին, բայց ավարտվի դատաքննությունը, այս քննությունն էլ կգնա ընթացքի մասին բոլորիս հայտնի կլինի։ Ինչու ձերբակալվեց, դա ձեր դուք ինչով եք պայմանավորում, դա հանկարծ 2 ամիս անց որոշվեց ձերբակալել։ Ես էլ չեմ կարող հասկանամ, որովհետև այդ ձերբակալումը անկեղծ որ խոսանք անօրինական էր, ճիշտ չէր, որովհետև իսկապես ինքը դրան տեղյակ չէր, բայց ամեն դեպքում ես խնդիրել չեմ տեսնում, քննությունը կգնա իր արդար ճանապարհով եւ լուծումը կստանա։ Այս անգամ կարծես իրավապահ մարմինները ձեր թիկունքին չկանգնեցին, որոշեցին։ Չէ, իրավապահ մարմինները միշտ էլ իրենց գործն են անում, չեմ կարծում որ սրա կամ նրա թիկունքին պետք է կանեն։ Իրավապահ մարմինները հիմնականում իրենց գործն են անում։ Այդ թիկունքի կանգնելու խնդիրը ես բացառում եմ, որովհետեւ այդպես բան չկա։ Այդ թեմայով եք եկել խոսելու Հովիկ Չէ, Պարոն Խաչատրյան, իսկ ասում բավականին հրդեհներ էր, շատ այսօր գիտեք որ մարզում բավականին լուրջ հրդեհներ է, բավականին մեծ վնասներ կա։ Հիմա խոսեցինք որ հանձնաժողովի միջոցով այդ խնդիրները Ինչ եք ակնկալում, ակնկալում եք որ ազատ կարծակվի վերջին ասերևս ձեր որդին ազատ դատաքննությունը կորոշի։ Իսկ հնարավոր է հրաժարական տալ։ Ինչի՞ց հրաժարական տալ։ Չեմ կարծում, երեխեք, չեմ ուրախացնի ձեզ։ Իսկ չեք նեղացել, որ ամեն դեպքում տենց որոշում եք։